Մենք Գյումրիի պատմական միջուկում ենք ու ամենաշատ այցելվող վայրերից մեկում Վարեմ Մարեմի դիմաց։ Այս շենքը կառուցվել է 1879 թվականին մեծահարուստ վաճառական Խաչատուր Աբովենցի կողմից։ Շենքը տեսել է երկու ավերիչ երկրաշարժ 1926-1988 ու երկու ավերիչ երկրաշարժին է դիմակայել է, այսինքն չի փլվել շենքը։ Կարող ենք Նույնիսկ Երկրաշարժի 88-ի երկրաշարժից հետո այս շենքը դարձել է բնակելի ու այստեղ ապրել են իրենց անօթևանները, խոսքով ծառայել է որպես կոմունալ բնակարան։ Նույնիսկ մինչև 2000-ականները այս շենքը եղել է բնակելի նորմալ վիճակում, սակայն երբ բնակիչներին տվեցին իրանց տները, իրանք ստեղից դուրս եկան, շենքը սկսեց քայքայվել, մատնվեց անդերության ու մի խոսքով այսօր այս ցավալի վիճակում է։ Ներկապային խիստ վտարային է ու անհրաժեշտ է շենքը շատ արագ վերակառուցել, ռեստավրացնել։ Ինֆորմացիա կա, որ շենքը վերականգնելու պարտավորությունը վերցրել է Տաշիր գրուպը կառավարության անցած տարվա որոշումով, 24 թվականի որոշումով, բայց մինչ այս պահը հələ վերակառուցված չէ։ Շատ հուսով ենք, որ շատ շուտով կվերակառուցվի, ընդեղից է, այստեղից չենք կրնարկնանք մտնել։ Գնանք տեսնենք ինչ վիճակում է շենքը։ Հա շենքը լրիվ ավերված վիճակում է դառնում։ Այս կողմից արդեն պարզ կերևա, որ քայքայված, փնված վիճակում է։ Այս հատվածը 1913-ի կառույց է։ Իրականում այս մեծ շենքը, որ տեսնենք, բաղկացած է 3 կառույցների։ Օրինակի համար այս հատվածը 1913, 1890 թվականի կառույց է բանը, բալկոնի հատվածը ու այն շարունակությունը արդեն 1890։ Մուտքը այն կողմից։ Այն կողմից։ Տհաճ, սարսափելի տհաճ հոտ է գալիս տարածքից։ Այս արդեն շենքի բագային հատվածը։ Ֆու։ Աղբանոցի է վերածվել այս տարածքը։ Նշեմ, որ գտնվում ենք Վարեմ Մարեմի հայտնի շենքի տարածքում։ Այստեղ ոչ միայն փլուզված վիճակ է, այլև գարշելի հոտ է գալիս, խոտածածկ։ Խիստ վտանգավոր։ Բերտ Մգրչյանը կնկարե մեր մանկության տանգոն ֆիլմը ու այս բալկոնը կդառնա հայտնի Վարեմ Մարեմ անունով։ Ստեղ մենք շատ հետաքրքիր պրոյեկտ ունենք, կկոչվի Forever in Գյումրի։ Ինքը ինտերակտիվ անունների պատ է։ Մեր հյուրերը այստեղից ման կուկան ու կգտնին իրանց անվան տարրերը։ Իսկ պատի վրա արդեն խաչ բարի կանոնի համաձայն ամեն մարդ կավելացնի իր անունը վերջում այս հնարավորությամբ։ Կերտանք ներսը պատմենք, հետո այսպես սերտով կերտանք առաջ։ Շունիկի մասին։ Շունիկը Ամուսինի չկա։ Աղվեսիգն է, Աղվեսիգը Ասլանի կնիգն է։ Իսկ Ասլանը Գյումրեցի հայտնի շուն է, բլոգեր է։ Կներեք ներսը քնած է։ Չէ, ներսը չկա, հəmi կուկա, ինչ որ է։ Ասլանը բլոգեր է, ունի Instagram-ի էջ, Instagram-ի մեջ մոտ 6000 հետևոր, կնիկ, երեխա, դաժե գործի տեղ կաշխատի մեր արվեստանոցում, որպես առաջ խաղացման մասնագետ, PR մենեջերն է։ Եկեք ցույց տամ իրար։ Ասլանն է, Ասլանի կնիկը Աղվեսիգը ու իրանց QR կոդը, հմի որ սկանավորես հեռախոսով, կգտնիս իրա Insta-ի էջը։ Ասիկ այսօր քեզի նվեր։ Մերսի։
Իսկ մեր արվեստանոցի անունը Վարեմ Մարեմ է, դա պատի վրա կվարում կմարի։ Կավագործության արվեստանոցը մի օրը կրնակ գաք մեր մոտ կավով աշխատելու ու կավե տարբեր առարկաներ կրնակ սարքեք դուք ձեր ձեռքով մեր վարպետների օգնությամբ։ Մի օրը մի դեպ պլանավորեք եկեք։ Կեղնեն բաժակներ, ծագամաններ, ափսեներ կորոշեք դուք։ Կամ մեկ այլ վարպետաց դաս ունենք, ինքը շատ ավելի արագ վարպետաց դաս է, կկոչվի Գյումրիի դռներ։ Էլի դուք ձեր ձեռքով լրիվ զերոյից կրնակ սարքեք Գյումրիի հուշանվեր դուր, իսկ ստացված արդյունքը անմիջապես վերցնեք տանիք ձեր հետ որպես փոքր հուշանվեր Գյումրիից։ Երբ տեղափոխվին կես կողմը, ստեղ կտեսնենք մի հատ շատ հետաքրքիր շարք, կկոչվի հայկական ֆիլմերի հետքերով։ Ձեր հեռախոսները երբ մոդեցնեք վրայի QR կոդերին, կտեսնենք ֆիլմերից հայտնի դրվագները, օրինակ Վարեմ Մարեմը կա։ Իսկ դու Ռուբեն տղա, լույսը բարրել եմ ու պետք է վառեմ։ Ու այսօրից հետո էլ պետք է վառեմ, մարեմ, վառեմ, մարեմ, վառեմ, մարեմ։ Վառե։ Կվառեմ, հենց պետք է վառեմ, հապա։ Ստեղ ամեն մեկը ֆիլմից մի հատ առանձին դրվագ է, որը սկանավորեք եւ էլ կտեսնեք բնականաբար։ Ու արվեստանոցի այս տարածքում վերջապես լուրերի մեջ եք, չէ, 1000 տարի էլի բիսենք լուրերը կարտացեք։ Ճիշտ է, այսօր ձեր ազատ օրն է, բայց պարտադիր լուրերը կարտալու թեմա է։ Մոդեցեք կարտացեք։ Քո ինչ էր։ Արփի։ Արփի ջան, մոդեցի այսօրվա լուրերը մենք բարձրացրեն կարտա լսենք։ Ահա գնա կարտա։ Լուրերը ամեն առավոտ կբերեմ, շավը 7-ին։ Դե վերցրեք դեր թղթերը։ Տեսեք մենակ դուք չի որ շատ օպերացիվ եք, մենք էլ եք ձեզնի սպասորվել։ Ստեղ ունենք մեր հադամ Պադուհանիկ, ինքը իմ ամենասիրածս կետն է մեր արվեստանոցի, կկոչվի Սուրճի Պադուհան, որովհետև աշխարհի սաղ հայերը կսիրեն կոֆե։ Երբ կուկատ կզանգեք այս զանգը, ձեզի կդիմավորե Մարիամը։ Ձեր համար կսարքե համով կոֆե ու կնկարե հենց ձեր դիմանկարները ձեր բաժակների վրա 3-ից 5 րոպեում։ Էդել հերիք չէ, կես կադակ, կես լուրջ կենեք ուշագություններ Գյումրիի բարբարով հենց ձեր մասին։ Կոֆե խմեք պետք է այսօր։ Խմած ենք։ Խմած եք, բայց քեզ այսօր նկարենք վայտեղ։ Ունես 5 րոպե ժամանակ։ Լավ, բայց